Պարբերաբար գալիս ենք, ամսվա մեջ երևի 1-2 անգամ նույնիսկ գալիս ենք, ծնողներ էստեղ են ապրում, գալիս ենք տեսակցության ծնողներին, այդպես։ Պարոն Սահակյանի արտահայտության մասով, որ եկել ենք ընտրենք գնանք, որպեսզի բարդություններ հետո չլինեն, երեխաները չմնան այստեղ, միգուցե այսպես բառացի չեմ ներկայացնում, այս արտահայտությունը ճակատագրական դարձավ իր համար, ու նույնիսկ անգամ իշխանության ներկայացուցիչներն ասում էին, ինչ է նշանակում գան, ընտրեն, գնան եւ այդ բարդությունները մենք կրենք, որից հետո անմիջապես հետո տեղ ունեցավ ձերբակալությունը։ Խնդրեի դուք մեկնաբանեք ինչ բարդությունների մասին, որտեղ քննչական կոմիտեն քրեական վարույթը նախաձեռնել է այն հիմքով, որ ինքը տեղեկություններ է իմանցել հնարավոր հասարակական կարգի միգուցե տապալման, երկրում սպասվող իրադարձությունների մասով եւ չի հայտնել։ Անկեղծ ասած չեմ պատկերացնում ինչ պետք է իմացած լինի, ինքը ոչինչ չգիտեր եւ առհասարակ ոչինչ բան չէր սպասում, ու ինքը պարզապես արտահայտությունը արել է ընդհանրապես, առանց որևիցե հետին մտքի։ Դուք կներկայացնեք այդ օրը գնացիք օդանավական, ինչպես տեղ ունեցավ, հենց պարոն Սահակյանի հետ եք այդ պահին, երբ որ իրավաբանը։ Չէ, ես սպասում էի դրսում, նա մտավ արդեն անցավ դեպի անձնագրային բաժին, եւ այդտեղ արդեն ձերբակալել էին։ Անձնագիրը հենց մեկնել էր սահմանապահին, անմիջապես կանչել են ԱԱՑ-ի աշխատակիցներին։ Ձեր ներկայությամբ հենց իրեն ձերբակալեցին տարան։ Ցավոք սրտի ես այնտեղ չեմ եղել, ես դրսում էի, իմ թռիչքը մի փոքր ավելի ուշ էր, մենք միասին չէինք թռնում։ Ինչ սպասելիքներ ունեք իրավապահ համակարգից։ Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ արդարությունը ամեն դեպքում պետք է հաղթի։ Երեխաների հետ եք եկել այնտեղ, ինքը նաև պարոն Սահակյանն ասում է, որ երեխաներին բարդություններ չլինեն, բայց այդ ինքնաթիռի մեջ այնքան երեխա կար եկող, այնքան լեսուն ինքնաթիռ էր, իսկ իմ երեխաները մեծ են, իրենք իրենց կյանքը ունեն, իրենք մեզ հետ չէին։ Դուք միայն ձեր ամուսնու հետ եք եկել, այդ օրը Հոբելյանի հետ կապված։ Այո։ Ուզում եմ անամ տիկին Սահակյան, ինչ եք մտածում այս ամենի շուրջ, ի վերջո ինչով կավարտվի, էլի, դա հեգնանք էր, թե պարզապես կատակով, որտեղ պարոն Շանազանն ասում էր, որ ովքեր ճանաչում են պարոն Սահակյանին, գիտեն թե նա ինչ իմաստով է այդ հարցը։ Իրականում այդպես է, ով նրան գիտի, անկերական շրջապատը, բարեկամապատը բոլորը գիտեն Հովհաննեսի եւ արած աշխատանքը, եւ հայրենասեր իր կեցվածքը, եւ բանակի կողքին լինելով տարիներ շարունակ աջակցելը, այդ պարզապես չգիտեմ։ Քանի օր մնացիք Հայաստանում։ 3 օր։ 3 օր մնացիք։ Այո։ Երբ որ վերադառնում եք, այո, հաստատի չեկաք այդ օրը քվեարկեցիք, ինչպես պարոն Սահակյանն էր ասում։ Ոչ, իհարկե։ Հետևենք, տեսնենք քչականում հուսանք, մեծ հույսերով։ Երեխաները ձեզ հետ չեն, արտերկրում են մնում, Հայաստանում չեն։ Հայաստանում չեն ապրում, չէ։ Տիկին Սահակյան, ուզում եմ եւս մեկ հստակեցում ունեմ, փաստացի պարոն Սահակյանը բացառված էր, չէ՞, որևէ տեղեկություն ունենալ, ուղղակի արտահայտությունը հնչեցրել է մարդը, որ միգուցե լինեն բարդություններ։ Միգուցե լինեն բարդություններ, ես չգիտեմ ինքը ինչի նկատում է, եղանակային բարդություններ, եղանակի հետ կապված, թե չգիտեմ։ Ուղղակի ասվեց։